Սեռական այբուբեն խորագրի ներքո ես պատասխանում եմ բոլոր այն հարցերին, որոնք դուք ուղարկում եք մեզ։ Շնորհակալություն մեզ վստահելու եւ այդքան ակտիվ լինելու համար։ Մեզ համար անչափ կարեւոր է ձեր վստահությունը։ Իսկ այժմ կարդամ հարցը։ Բարև ձեզ, ես 19 տարեկան եմ, ամեն անգամ երբ ընկերս գրկում է ինձ, զգում եմ, որ հեշտոցիցս արտադրություն է գալիս։ Դա լինում է անգույն, ոչ շատ պինդ արտադրություն։ Կասեք, թե դա ինչու է լինում եւ արդյոք վտանգավոր է դա, թե ոչ։ Դա կուսաթաղանթի պատրված լինել չլինելու հետ կապ ունի, թե ոչ։ Սովորաբար գրկախառնությունների ժամանակ տեղի են ունենում սեռական ռեակցիաներ, որոնք իսկապես արտահայտվում են բոլոր այն դրսևորումները, որոնց մասին դուք նշել եք ձեր հարցում։ Այո, սեռական օրգաններում գրգռման ժամանակ տեղի է ունենում խոնավեցում, որը արտահայտվում է որոշակի սեկրետի արտադրմամբ։ Եթե սեկրետը արտազատուկը անգույն է, անհոտ թափանցիկ է, նշանակում է անհանգստանալու կարիք չկա։ Եթե արտազատուկը ունի որոշակի հոտ կամ գույն, ապա այս դեպքում պետք է մտահոգվել, անպայման դիմել բժշկի, որովհետև հնարավոր է առկա լինի սեռավարակ կամ բորբոքային հիվանդություն։ Արտազատուկը կուսաթաղանթի լինել չլինելու հետ ոչ մի կապ չունի։ Եղեք առողջ եւ երջանիկ։ Այսօրվա հարցն այսպիսին էր, իսկ դուք գրեք ձեզ հուզող հարցերը, բաժանորդագրվեք, սեղմեք զանգի կոճակը, տեղյակ եղեք մեր նոր հաղորդումներին, տարածեք դրանք, գրեք ձեր մեկնաբանությունները, մեզ համար անչափ կարևոր է ձեր վստահությունը։ Շնորհակալություն մեզ հետևելու եւ ակտիվություն ցուցաբերելու համար։ Մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք կուզենայիք լսել։